Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Լիլիթն այցելում է Սոնային, որպեսզի աջակցի նրան և օգնի հասկանալ, ինչով կարող է օգտակար լինել այս ծանր շրջանում։ Նրանք առանձնանում են սենյակում, մի փոքր հեռու մյուսներից, ու այդ լռության մեջ Լիլիթը սկսում է խոսել այն մասին, որ ընտանիքը թշնամի չի կարող լինել։ Նա շեշտում է, որ Սոնայի հայրն ու եղբայրները չեն վախենում նրա երջանկությունից, նրանք պարզապես ուրիշ կերպով են հասկանում պաշտպանել սիրելիներին։ Բայց Սոնան զայրացած է, ընկալելով Լիլիթի խոսքերը որպես կողմ ընտրել ուրիշների օգտին։ Նա վիրավորվում է, որ իր մտերիմ ընկերը, ումից ամենաշատն էր սպասում հասկացված լինել, այժմ կարծես իրենից հեռանում է, պաշտպանելով Աբոյին ու Միքոյին։ Մյուս կողմում Արմոն շարունակում է իր համար արդեն իսկ անհասկանալի ու խճճված խաղը։ Նա համառորեն փորձում է Խորենին համոզել, թե Նարէ իրեն է սիրում, թեև որևէ իրատեսական հիմք չունի նման բանի հավատալու։ Արմոյի այս մոլուցքը, որից կարծես նույնիսկ ինքն է հոգնել, աստիճանաբար կորցնում է իմաստը, բայց նա չի դադարում պնդել իր սցենարը։ Նա Խորենին ներկայացնում է Նարեի ու Հայկի հարաբերությունները որպես ձևականություն, մի բան արված միայն իրեն ցավեցնելու համար։ Թե ինչու է նա այդ ամեն անում, ինչ է շահում, անգամ ինքը չգիտի։ Խորենն էլ, կարծես մոռացած իր այցի իրական նպատակը, որպես ընտանիքի բարեկամ կամ գործնական այցելություն, սկսել է ներգրավվել մի խաղի մեջ, որի հիմքում ոչ մի իրատեսություն չկա։ Նա արդեն քննարկում է Նարեի անձնական կյանքը Արմոյի հուշումներով առաջնորդվելով, կարծես դա իր խնդիրն է։ Իսկ իրականում ամեն ինչ անցնում է շատ ավելի պարզ ու անկեղծ հարթության վրա։ Նարեն ու Հայկը հեռու բոլոր խառնաշփոթներից նստած են սրճարանում։ Սերանը զարդարացված է պարզ, բայց տաք մթնոլորտով։ Նրանք միմյանց են նայում այնպես, ինչպես սիրում են միայն մեկ անգամ։ Նարեի ներսում անընդհատ բախվում են երկու ուժ՝ սերը և մեղավորության ծանր բեռը։ Նա փորձ է անում հույս փայփայել, որ գուցե մի օր, անգամ եթե ծնողները չընդունեն Հայկին, գոնե չտեսնեն նրա մեջ թշնամու։ Բայց Հայկի պատասխանը շատ ավելի կտրուկ է։ Նա ասում է, որ չի ների Նարեի ընտանիքին, ու որ այն օրը, երբ ամեն բան բացահայտվի, ինքը Սակոյից կպահանջի նույնը, ինչ իր պապն է ժամանակին արել՝ ծնկի գալ ու ներողություն խնդրել։ Նարեն քարանում է։ Նրա հոգում վախն է խառնվում ճշմարտության անհնարին ծանրության հետ։ Այս մտքի, այս լռության և այս հարվածի տակ է նաև Անիկի ընտանիքում սևացող նոր գաղտնիքը։ Սակոն սկսում է կասկածել, որ Լալան վերադարձել է։ Նրա բնազդուցը զարմանալի ճշգրտությամբ արձագանքում է հեռավոր փոթոխություններին։ Նա փորձում է կանխել ամեն բան, արգելելով Անիկին որևէ ձևով կապ հաստատել Լալայի հետ։ Սակայն Սակոն դեռ գաղափար անգամ չունի, թե հենց իր դուստրն է այն օղակը, որը վերակենդանացրել է անցյալը։ Անիկը սկսում է հարցեր տալ Նարեին, զգալով, որ ինչ-որ բան թաքցվում է իրենից։ Նարեն, ծանրացած մեղավորությամբ, այլևս չի կարողանում ստել։ Նա բացահայտում է ճշմարտությունը, որ ինքը կապ է հաստատել Լալայի հետ, որ նրանք ոչ միայն նամակագրության մեջ են եղել, այլև մի քանի անգամ հանդիպել են։ Անիկը շոկի մեջ է։ Նրա աչքերի առջևով սկսում է անցնել ամբողջ անցյալը, Լալայի բացակայության ցավը, տան ներսում երբեք չբուժված վերքերը, իսկ հիմա նաև դուստրի ստևային գաղտնիքը։ Այս բացահայտումը մի նոր փուլ է սկսում, և այս փուլի կենտրոնում կանգնած է Նարեն, սեղմված երկու ճշմարտությունների արանքում՝ սերը Հայկի հանդեպ և անցյալը, Հայկի հոր արյան վրա կանգնած գաղտնիքը։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անիկը, իմանալով, որ Նարեն հանդիպել է Լալայի հետ։ Արդյոք այդ մասին կպատմի Սակոյին։ Գրեք մեկնաբանություն։ Աշնաջամ կասես։ Հեծանց կեսը աղբերս։ Հեծանց կեսը, հասկաց, ներսը։ Տոլման, այո, սուստոր։ Այո, տոլման, Մարիամի Իմիջարից մի քանի հատիկ բանա մեջը սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլման։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստներ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին, հետա փորձիկացի հեչ լավ է, չէ՞։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր
տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը որ չեմ պահում, չեմ պահում։ տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեць։ Գոնե համամով, Մառոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավը քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնենք կարակ։ Չաղանալու ենք։ Աշմետ ժամ կասես։ Հեծած կեսը ապես։ Հեծանց հասկաց։ Մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոմա Մարիամի Միջայլուց մի քանի հատիկ բանա մեջը սովորական ինչ հրանձով էլ կա սուտ մեջը։ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում հանգիստներ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հետ լավ է, չէ՞։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը որ չեմ պահում, չեմ պահում։ տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեծ։ Գոնե համամով, Մառոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավը քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետքա ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ավելացնում ենք այլորը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է լավ։ Աղ ինչի հիմարը։ Կա, բացում է համը։ Կա աղի լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, ինչի բացառվում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ել եմ հարցրել, դուր չեմ ասում։ Դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետքա լինի կակաոն։ Տեսնում եք նա այսպես 4 մասի, այսպես։ Դեղա։ Կիբա տեղափոխում ջար։ Չփնի դաշվում եք։ Մենակ ստացվեց ձևով ստանալ։ Չի բացացել ուղարկի, չգիտեմ, երևի լավ չենք արել ինչ-որ մի բան։ Որո՞վ։ Ինչ է, շոկոլադ է դի։ Մառոժին ու Մարիան համով է։ Մարդ լիսի, իրեքդ հարցն դարիք դիշը պատասխանես։ Քո սիրած գույնը։